գյուղացու վիճակ ինչ է։ Սահմանապահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Անուշացիան կենտրոնում է, տեր չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, չի կարում ապրել։ Բարով ես եկել, սիրում արգում եմ, Աստված քեզ պահապանը լինի։ Ես էլ ծառուկ եմ, ինչ հարցով պետք է լի, ես էլ կոքն եմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Միշտ ասվում է, չէ, որ գնում ես հիվանդանոց բժշկի մոտ, առաջինը խոսքը տուում ես Աստծուն, հետո նոր բժշկին։ Ու երբ ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունենում, ասում ես Աստծո շնորհքով բժիշկը փրկեց մեր երեխային, փրկեց մեր հարազատի կյանքը, ու հիմա այս պահին գտնվում ենք ժողովրդին հայտնի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տարածքում, որտեղ 2025 թվականից արդեն ինքը օծվել է, չէ՞, օծվել է այս մատուրը, որտեղ միշտ հիվանդների հարազատները, то բժիշկները, քույրերը գալիս են, իրենց աղոթքն են ուղում առ Աստծուն եւ մոմ են վառում։ Մատուրը կառուցվել է 2025 թվականին։ Այստեղ էլ ծնողները իրենց երեխաներին են բերում, որ գալիս են տեսակցություն հիվանդին, ասենք երեխաների հետ են գալիս, երեխեքի համար են ստեղծվել է խաղահրապարակ, հենց Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տարածքում։ Դեռ վերջնական տեսք չունի, բայց արդեն պարզա ու արդեն անընդհատ երեխաները այստեղ իրենց խաղերն են խաղում, մինչև ծնողները իրենց հիվանդին տեսակցության ժամերին տենալուց հետո գնում են տներով։
Սաղ տված է, որը որ հարկում է մանկաբուժական բաժանմունքը 9-րդ հարկում նորացնի պաթոլոգիայի վաղասակի երեխաների ծառայությունը 8-րդ հարկում դիմացնոտային վիրաբուժության ծառայություն ֆունկցիոնալ ախտորոշիչ ծառայությունը 7-րդ հարկում մանկական եւ նորածնային ընդհանուր վիրաբուժական ծառայություն պլաստիկ վիրակառուցողական եւ էսթետիկ վիրաբուժական միկրովիրաբուժական ծառայություն 6-րդ հարկում Ամարտես բժշկական տերմիններից գլուխ չեմ հանում քիթ կոկորտ ակնաջաբանական ծառայություն կրսկային վիրաբուժություն ծառայությունը 5-րդ հարկում է վնասկաբանության եւ օրթոպեդիայի ծառայություն անեստեզիոլոգիական բաժանմունքը 4-րդ հարկում է վերակենդանացման բաժանմունք մանկաբուժական բաժանմունքը 3-րդ հարկում է 2-րդ հարկում ուլտրաձայնային ախտորոշման ծառայություն լաբորատոր ախտորոշման ծառայություն հաշվապահական հաշվառման բաժին 2-րդ հարկում է առաջին հարկում էլ ընդունարան եւ անհետաձգելի բուժօգնություն բաժանմունք ռենտգեն մի խոսքով եւ 0 հարկում էլ մարդիկ գալիս են մի անգամից ցուցանակով կողմնորոշվում են որ հարկ բարձրանա Տենում ես թորան է տեկել է պապին շնորհակալություն հայտնի Սուրբ Աստվածամար բժշկական կենտրոնի Արդեն լավ ես, չէ՞, կարում ես վազես, էլ ստեղանք ցավեր չունես, ստե լավ սիստեմա բան ընդունեցին, հետազոտեցին, չէ՞, արդեն լավ է։ 4-րդ գյուղի արագիլ փրկող հանրահայտ գոռը։ Պացիենտներին ստեղ է բերում էլի շտաբ օգնությունը, առաջ են դիմացները բերում, անընդհատ խցանում էր լինում 1-2 շտաբ օգնություն որ գալիս էր էլ չեն կարող շարժվեն իսկ հիմա մեծ ընտիր բարեկարգվել է հեսա անհետաձգելի բուժօգնությունն է հենց այստեղ ընտիր Էսել էր հանգստի համար, որ մարդիկ նստեն Սա վերջին սերնդի բանա, չէ՞։ Չէ, սա վերջին սերնդի հիվանդասենյակներն է լրիվ
Ժամանակություններ լսել Ահա։ Երեխեքը կնայեն այս մուլտիկներին հերոսներին կնայեն, միջև երեխեքը մուլտիկի հերոսներին նայեն, բժիշկը մի անգամից կներարկի։ Խոհանոցն է, չէ՞։ Այն, նոր որ ասում է շտաբօգնությունը, այն, անետաձգելի բուժօգնություն, մի անգամից են շտաբօգնությունը ապահով, եկավ, բուժարոյին բերել է հենա, բերել է, արդեն գնում են, Երևանի 103 շտաբօգնության, հենա քույրն ու բժիշկը հավանաբար, Այս արդեն վերջ բուժարոյին բերեցին, ապահով հասցրեցին տեղ, արդեն գնում է։ Ասվածտա այսի այսօրվա վերջին կանչը լինի։